Ամբողջ գիշեր որոնողափրկարարական աշխատանքներից հետո գետում անհետ կորած քույրերից ոչ մի նշույլ չի հայտնաբերվել։ Առավոտյան դարձյալ գործի են անցել ջրասուզակները, կամավորների մեծ թիմ է միացել փրկարարներին, սակայն աղջիկներին գտնելու հավանականություն դեռևս չկա։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մարզային փրկարարական վարչության պետը հայտնել է, որ արդեն մտածում են գոնե երեխաների մարմինները գտնելու մասին։ Հավանականությունը, որ Վարար Փամբակ գետում ժամեր անց քույրերը ողջ կհայտնաբերվեն, գրեթե զրոյական է։ Վանաձորցի երիտասարդը, ով ներգրաված է որոնողական աշխատանքներում, Նյուզեյեմի տեղում աշխատող մեր գործընկերներին մանրամասներ է հայտնել։ Ասում է, լսել են, թե ինչպես է մի աղջիկ գոռում՝ օգնեք։ Մարդ կար տեսել էր, որ ասեցին տեսելա, որ գետի մեջով մի երեխա գոռալով ասում է մամա ջան օգնեք, ու տենց միջև իջանք արդեն գետի կողերը նայեցինք, բան արեցինք, չէ, ու սա գիշերը միջև ձորը որպես կամավոր մեր ընկերներով, մեր մեքենաներով, մեր իմ ախպոր հետ, իմ ախպոր ընկերների հետ նայել ենք սա գիշեր, փրկարար ծառայության աշխատողների հետ միասին նայել ենք, ոչ մի արդյունք։ Տեղացիներից մեկն էլ հայտնել է, որ քույրը փորձել է օգնել մյուս քրոջը, սակայն ինքն էլ է հայտնվել գետում։ Երեկ տարածվել էին տեղեկություններ, որ Վանաձորում երկու քույրեր 7 և 15 տարեկան հայտնվել են Փամբակ գետում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղից ներկայացրել էր, որ գետի վարարության պատճառով գործի են դրվել ջրանավակներն ու ջրասուզակների օգնությունն է անհրաժեշտ եղել։ Լոռի են ժամանել նաև փրկարար ծառայության Երևանի վարչությունից։ Քույրերից ոչ մի հետք դեռ չկա։ Լիբանանում իսրայելական հարվածի հետևանքով վիրավորվել է Press TV-ի լրագրողը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իրենք շարունակելու են հարվածները, դուրս չեն գալու Լիբանանից եւ որևէ կապ չունեն ԱՄՆ-Իրան համաձայնագրի հետ։ Այս ֆոնին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիայի պատճառով առաջացած դժվարությունների հետևանքով Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցությունները բաժանել են երկու փուլի, իսկ նորը կմեկնարկի այս ուրբաթ։ Առաջին փուլում կողմերը կքննարկեն պատերազմի դադարեցման, Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի, ծովային շրջափակման վերացման, Իրանի սառեցված ֆինանսական միջոցների ապասառեցման ու վերականգնման հարցերը, ինչի արդյունքով կստորագրվի փոխըմբռնման հուշագիր։ Դրանից հետո բանակցությունները կշարունակվեն 60 օր տևողությամբ երկրորդ փուլով, որի ընթացքում որոշումներ կկայացվեն միջուկային ծրագրի եւ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելու համար։ Հում նավթի միջազգային գները նվազել են ավելի քան 4%-ով, սահմանելով վերջին 3 ամսվա նվազագույն շեմը։ Շուկայական այս անկումը պայմանավորված է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հրադադարի երկարաձգման շուրջ ձեռք բերված նոր համաձայնությամբ։ Դիվանագիտական այս քայլը ենթադրում է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի վերաբացում, որտեղ անցնում է համաշխարհային նավթաշրջանառության մոտ 1/5-ը։ Փետրվարից ի վեր նեղուցի սահմանափակումները լուրջ էներգետիկ ճգնաժամ էին ստեղծել, զգալիորեն թանկացնելով վառելիքը Միացյալ Նահանգներում եւ բարդացնելով քաղաքական իրավիճակը միջանկյալ ընտրություններից առաջ, սակայն ոլորտի փորձագետները դեռևս վստահ չեն, որ բեռնափոխադրող ընկերություններն անմիջապես կվստահեն անվտանգության երաշխիքներին եւ կվերսկսեն նավարկությունը ռիսկային գոտում։ Միաժամանակ Պարսից ծոցի նավթարդյունահանողներին զգալի ժամանակ է անհրաժեշտ լինելու կրճատված արտադրության նախկին ծավալները լիարժեք վերականգնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին G7-ի գագաթնաժողովի ընթացքում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նվիրել է Գերմանիայի հավաքականի անհատականացված մարզաշապիկ 47 համարով։ Մեծ յոթնյակի երկրների առաջնորդների հանդիպումը Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ արդեն սկսվել է։ Լրագրողները դուրս են եկել դահլիճից։ Ֆրանսիայում ընթացող գագաթնաժողովին ժամանած Ուկրաինայի նախագահին դիմավորել է Էմանուել Մակրոնը։ Հանդիպման ժամանակ տեսախցիկները ֆիքսել են առաջնորդների կարճ խոսակցությունը։ Մակրոնը հետաքրքրվել է, պլանավորում է արդյոք Զելենսկու հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ, ինչին Զելենսկին պատասխանել է, որ Թրամփը իրեն ասել է, թե ցանկանում է հանդիպել։ Ուկրաինական ԱԹՍ-ներից մեկի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանում։ Տուժածներ բարեբախտաբար չկան։ Արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է, իրավիճակը վերահսկողության տակ է։ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ողջ գիշերվա ընթացքում 172 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել, որոնցից 20-ը Մոսկվային մոտենալիս։ Հրթիռային տագնապ է հայտարարվել նաև Վորոնեժի, Ուլյանովսկի, Պենզայի եւ Օրիոլի մարզերում, Թաթարստանում եւ Չուվաշիայում։
Իրանի հավաքականին թույլ չեն տվել գիշերել Լոս Անջելեսում։ Թիմի գլխավոր մարզիչ Ամիր Գալենոին հայտարարել է, որ Լոս Անջելեսում Նոր Զելանդիայի ընտրանու հետ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ անց իրենց հրամայել են լքել ԱՄՆ տարածքը եւ վերադառնալ Մեքսիկայի Տիխուանա քաղաքում գտնվող մարզաբազա։ Նրանք մեզ նույնիսկ վերականգնվելու ժամանակ չտվեցին, ասել է մարզիչը։ Տորոնտոյում կայացած աշխարհի առաջնության ժամանակ բոսնիացի երկրպագուները բերել են աշխարհի ամենամեծ սրճեփը։ Այն կշռում է 136 կիլոգրամ եւ տեղավորում է 8000 բաժակ սուրճ։ Բավարար է բոլոր խաղերի համար։ Ոստիկանները խոշոր թմրավաճառին ձերբակալելու համար ներկայացել են մարզական թալիսմանների, հսկա եղջերուի եւ արծվի հագուստներով։ Ֆուտբոլի մոլի երկրպագու դիլերը կարծել է, թե իր սիրելի հերոսներն են եւ պատրաստվել է սելֆի անել, սակայն ոստիկանները նրան անակնկալի են բերել ու տապալել գետնին։ Նրա տնից առգրավվել է ատրճանակ եւ 2500 փաթեթ կոկային։